Մինչև ավտոտնակ կառուցելը մենք Տրուբեկը հանեցինք, ջուր չկար, մի տարի Տրուբեկը բաց էր, ջուր չէր գալիս, հետո ավտոտնակը կառուցեցինք ու մոտորապես մի կես տարի էլ ջուր չէր գալի, նոր արդեն կառուցելուց երևի մի կես տարի անց ջուրը սկսեց գալը, գարաժի յամ կա, այդ ներքեի մասը լցվել է։ Թե ինչ ջուր է դա եւ որտեղից է հայտնվում ավտոտնակի տակ, ոչ ոք չգիտի։ Փաստն այն է, որ Սամվելը հաճախ է ստիպված լինում դույլը ձեռքին մտնել ավտոտնակ ու ավտոտնակի հորից դույլերով դուրս բերել այնտեղ կուտակված ջուրը։ Ասում է, ավտոտնակի դռները 1 տարուց ավելի է, ինչ չեն կողպվում։ Մի քանի օր առաջ հորի մեջ կուտակված մոտ կես մետր խորությամբ ջրի հետքերն էլ դեռևս պարզ երևում են պատերի վրա։ Ջուրը որ գալիս է, գարաժի վերի մասից, այս կողքից գալիս է մի մասը այս առով, այստեղ ես ջրի գնալու տեղ եմ թողել։ Գնում է լցում շենքի, հենց պատի կողքով գնում է։ Լցում է շենքի տակը։ Մի մասն էլ այս կողքից, ավտոտնակի կողքից լցում է յամկին։ Յամկից մի մետր, կես մետր բարձրությամբ 3 տեղից լցում է յամկին։ Մի խոսքով կեսը գնում է շենքի տակը, կեսը գնում է ավտոտնակը ու մի անգամ մի մետրից ավել ջուր կա։ 3 օրով գալիս է ջուր, անդադ առավոտ իրիկում։ Այս ավտոտնակը 2 տարուց ավելի է, ինչ կառուցված է։ Սովետական տարիներին տաք ջրի մատակարարման ջրագիծը, որն այդպես էլ չի գործարկվել, այստեղով է անցել։ Թեև խողովակները դեռևս կան, սակայն ջրի մեկ կաթիլ անգամ այդ խողովակների մեջ չկա, վստահեցնում է Սամվելը։ Ասում է, ինքն անձամբ է ավտոտնակի հարևանությամբ մի քանի տեղ փոս փորել ու ստուգել խողովակները։ Ես դրանից հետո ջուրը գալուց հետո այս վերևի դեպի վերև այդ ուղությամբ 3 տեղ մեծ փոսեր եմ փորել, մեծ աշխատանք եմ կատարել, ուտեղ ջուր չի հայտնաբերվի։ Մի խոսքով այդ վերևից ջուր չի գալիս։ Հետո կողքը փորեցինք այս մասը, այնտեղ գտանք, որ ջուրը տեղից է գալիս այդ փոսից։ Բայց դրա վերի մասը պետք է մի 2 մետր վերի մասը մի 3 մետր երկարությամբ փորվի բացվի, որովհետև ջուրը գալիս է Տրուբեկից։ Ջրմուղը ինձ օգնել է։ Մի անգամ տրակտոր տվեցին, բացեցինք, բայց այդտեղ չկար։ Ու նրանից հետո ասենք մնացել է բացի թող վիճակ։ Հայ ջրմուղկոյուղի Ալավերդի տեղամասի աշխատակիցները եկել են տեղում ստուգել, որ ջրի մատակարարման ժամերին ավտոտնակ ջուր չի լցվում եւ հավաստիացրել, որ դեպի Սամվել Մայիլյանի ավտոտնակ հոսող ջուրն իրենց հետ ոչ մի կապ չունի, հետեւաբար իրենք խնդիրը լուծելու պարտավորություններ էլ չունեն։ Դե ես ջրմուղ դիմել եմ, մի անգամ տրակտոր տվեցին, եկան քանդեցինք, նրանից հետո էլ մի քանի անգամ գնացել եմ, անդադ զբաղված են ու անդադ բոլոր տեղերը վթարները, այս օրեկուց, բայց դե էսենց չի լինել, ուշանում է, փչանում է։ Հայ ջրմուղկոյուղու Ալավերդի տեղամասում այս խնդրի վերաբերյալ հարցազրույց տալուց հրաժարվեցին, ասելով, որ իրենք այդ հատվածում ջրագիծ առհասարակ չունեն։ Իրենք չգիտեն էլ որտեղ ունեն, քարտեզ եթե չկա, հայտնի չի հողի տակ որտեղով այդ խողովակներն անցնում, ոնց կարան որոշեն այդտեղ ունեն թե չունեն, իսկ որտեղ ունեն, եթե հարցնեք։ Էմմա Պետրոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։